Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավականու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստը։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ եւ ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները, միաժամանակ անդրադարձ կատարեց համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականին, նշելով, որ համայնքային եկամուտների հավաքագրումը պայմանավորված է բնակիչների, տնտեսվարողների, համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների կատարմամբ ու տեսանելի ցուցանիշներ գրանցելու համար շատ կարևոր է ժամանակին կատարել վճարումները։ Վարչական բյուջեը կապված է 3 ամսի 9 ամսյակի տվյալներով 100% երակատարում ուղղենում ենք, որը նորմալ է, մեր տարու արժեքներով խնդիրները լուծելու համար։ Մեր կարևոր խնդիրներից մեկը է, ինչպես միշտ մեր գումարային խնդիրները ամենաշատ խնդրահարույցը դա կոմունալ տնտեսության հետ կապված վարձավճարների թերի հավաքագրումն է, որը նոր խնդիր առաջացնում։ Ես խնդրում եմ նորից բոլորիս ազգաբնակչության հետ կապված աշխատանքների եւ նաեւ հանրային որպեսզի խնդրենք բոլորին ճիշտ վճարումները կատարել։ Իսկ մնացած առումներով գրեթե խնդիրներ չկա, կարծում եմ այս տարի եւս Սևան համայնքը կկատարի իր առջեւ դրված խնդիրները եւ նաեւ կգերադառնի մեր վարչական եկամուտները։ Ինչ վերաբերում է ֆոնդային հետ կապված, երկու բառով ներկայացնեմ, որ ֆոնդային թերակատարումները կապված է արդեն գիտեք, քանի ամիս է, որի աջակցությունը տեղի չի ունենում, որը թերակատարումը կապված է նաեւ ֆոնդային բյուջեում, թերակատարումը կապված է աջակցությունների հետ կապված։ Օրակարգային առաջին հարցով Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Մարիաննա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականի վերաբերյալ հաղորդագրություն։ Սեփական եկամուտները կատարվել են 100.5%-ով։ 435.3 միլիոն ծրագրային ցուցանիշի դիմաց հավաքագրվել է 437.4 միլիոն դրամ։ Եկամտատեսակներից տրանսպորտային միջոցների գույքահարկը հավաքագրվել է 86.5%-ով, անշարժ գույքի հարկը 46.3%-ով, աղբահանության վճարը 79.1%-ով, մյուս հարկային եկամուտները, տեղական տուրքերն ու վճարները գերակատարվել են։ Ֆոնդային բյուջեի եկամուտների մասով հողի հարկի օտարումներից մուտքերը կատարվել են 64.7%-ով, 225 միլիոնի դիմաց մուտք է եղել 145.5 միլիոն դրամ։ Նախորդ 2024 թվականի 9 ամսվա համեմատ վարչական բյուջեի եկամուտները ավելացել են 245.8 միլիոն դրամով, կամ 17.3%-ով։ Համապատասխան որոշմամբ ավականին սահմանեց Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը։ 2025 թվականին Սևան համայնքը կամավոր միացել է մասնակցային բյուջետավորմանը, ինչի շրջանակներում դդմաշենում այս օրերին արդեն մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռնում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Սևան քաղաքի եւ 11 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը, ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը։ Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը, ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։ Արդեն պետությունը ինքը եւս սուբսիդիա է տալիս, այսինքն պետությունն էլ է մասնակցում մեր մասնակցային բյուջետավորման այս գործընթացին։ Սա նշանակում է, որ այս տարի, այսինքն մյուս տարվա համար համայնքի ավականին պիտի ավելի շատ գումար ներդրում անի։ Եթե անցած տարի 10 միլիոն էր, այս տարի արդեն կորոշենք քանի միլիոն է լինելու, որովհետեւ պարտադիր պիտի մյուս տարի 3 ծրագիր իրականացվի, նաեւ էսա դրված։ Հաջորդիվ ավականու որոշմամբ Սևան համայնքի բողբոջ մանկապարտեզին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացվեց լիցենզավորման գործընթացը ավարտին հասցնելու համար, ինչպես նաև կից մասնաշենքում կշարունակի իր գործունեությունը Առաքելություն Հայաստանը։ Տարածքը տրամադրվի նաև ուկրաինական համայնքին։ Համայնքի ավականու մեկ այլ որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Սևան համայնքում առանձնացվեցին տեղեր եւ կատարվեց տեղահատկացում, մասնավորապես Սևանի համայնքապետարանի վարչական շենքի, Սևանի Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Սևանի բժշկական կենտրոնի, Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի, Զորավար Անդրանիկի անվան հրապարակի, կենտրոնական շուկայի, Նալբանդյան եւ Սայաթնովա փողոցների խաչմերուկի հարակից տարածքներ։ Նախկինում քաղաքացիներին հատկացված հողատարածքի եւ բնակարանի հետ կապված ավականին փոփոխություններ կատարեց Սևան համայնքի ավականու 2025 թվականի սեպտեմբերի 17-ի համար 96A եւ 2023 թվականի մայիսի 17-ի համար 56A որոշումների մեջ։ Հանրապետություն խմբակցությունից ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Աշոտ Նադարյանը, ինչը ավականին ընդունեց ի գիտություն։
Օրակարգային հարցերի սպառումից հետո համայնքի ավականուն ներկայացվեցին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումները, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվի համայնքի ավականու հաջորդ նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Եղամահուր։